Խոշոր հրդեհից հետո ձյան տակ հայտնված երկաթյա ջարդոններն են մնացել միայն Լոռու մարզի Գուգար գյուղի երկհարկանի փայտե տնակների տարածքում, սակայն տուժած 6 ընտանիքներից ոչ մեկը ցուրտ ձմռանը փողոցում չի մնա։ Կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին 21 միլիոն դրամ է հատկացվել անտուն մնացած ընտանիքների համար բնակարան գնելու նպատակով։ Հրդեհից տուժած ընտանիքները տարեմուտի այս օրերին բնակարան ձեռք բերելու գործերով են զբաղված։ Հարց փորձ ենք անում, ասենք տենում ենք ով ավաճառան բան, հարցնում ենք ժողովրդին։ Գուգար քամայնքի այս բնակիչները մինչև կառավարության օժանդակությունը եւ դրանից հետո էլ շարունակում են շատ անհատների ու կազմակերպությունների ուշադրության կենտրոնում լինել։ Նրանցից մեկն էլ Երևանի Արաբկիր համայնքն է, որն իր թաղամասի դպրոցականների հետ միասին հերթական նվիրատվությունը կատարեց, տուժածների համար հագուստ եւ անհրաժեշտ այլ պարագաներ Գուգար կուղարկելով։ Սրտացավ լինելով մանավանդ այս մարզի համար, քանի որ հանդիսանալով Արաբկիր համայնքը հանդիսանում է Լոռու մարզի հետ որպես եղբայրական համայնքներ, ցանկություն առաջացավ օգնություն ցուցաբերել։ Ոչ պայմանավորվածություն կար, ոչ էլ կարող էր լինել։ Սա հենց անմիջապես թաղապետի եւ ամբողջ դպրոցների աշակերտների ցանկությունն էր հայ կոչված տեսակի մեջ, որ պետք է հասնեն մեկը մյուսին։ Եվ այսօրվա այս ակցիան նույնիսկ ոչ միայն ինձ, այլ բոլորին հուզեց։ Հրդեհից տուժած 6 ընտանիքներն ընդունեցին հերթական բարեգործությունը, նրանց ուղղված բարի ցանկություններից առաջնայինը հետևյալներ՝ նոր կյանք սկսել նոր տանիքի տակ եւ հեռու մնալ նման աղետներից։ Ալանա Հապետյան, Ժան Գալստյան, Երկիրն այսօր, Լոռի։